Առաջին ելույթը, պարոն Փաշինյան, խնդրեմ։ Տիկնայք և պարոնայք, քննարկվող նախագիծը, որը պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին է, ցույց է տալիս մեր պետական կառավարման համակարգի անլրջությունը, եւ սա հիմնավորելու համար ես ոչ մի սեփական ձևակերպում չեմ անի, այլ կօգտվեմ նախագծին կցված հիմնավորումներից։ Ուրեմն խոսքը այն մասին է, որ 2014 թվականին մենք ընդունել ենք մի օրենքի նախագիծ, հիմա ուզում ենք այդ օրենքի նախագծի ձևակերպումը փոխել, վերացնել։ Հիմա կառավարությունը բերել է այս նախագիծը եւ որպես այս նոր փոփոխության հիմնավորում ինչ ասում։ Սույն իրավակարգավորումը, որ մենք ընդունեցինք 2014 թվականին, հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող ուշադրություն դարձրեք արհեստավարժ բազմաթիվ դատախազներ եւ ծառայողներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին, քանի որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև դրանից հետո նշանակվելի կենսաթոշակի չափի հաշվարկի ցանկացած մեթոդ ավելի ցածր կենսաթոշակ է նախատեսում, քան վերը նշված իրավակարգավորման հիմքով կենսաթոշակի հաշվարկը։ Պարզա չէ, ընդունել ենք օրենք, մոտավորապես 150 մարդ ասելա դե լավ, դե գնամ դիմում մեկավ 2017 թվից հետո, հուլիսի 1-ից հետո պետքա ցածր թոշակ ստանամ, ասենք ավելի լավ է 400,000 դրամ թոշակ ստանամ, քան 200,000 դրամ թոշակ ստանամ, դիմում են գրել բազմաթիվ արհեստավարժ մարդիկ։ Հիմա այս կառավարությունն այդ նախագիծը բերել է, խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, որի արդյունքում իրենց ասելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը իր առաջամարտիկներից եւ ռահվիրաներից զրկվել է։ Հիմա այդ նույն խորհրդարանական մեծամասնություն նույն կրքով, նույն կառավարություն նույն կրքով եկել է ասում է, որ գիտեք 45 հոգի գուրու է մնացել մեր պետական կառավարման համակարգում, եկեք այդ 45 հոգուն փրկենք, բայց 150-200 հոգին ինչ եղան։ Ընդ որում այս օրենք ընդունման ժամանակ բազմաթիվ падգամավոր են եղել, որոշ падգամավորներ կառավարության անդամ են եղել, որոշ падգամավորներ, եթե հիշողությունս չի դավաճանում, գլխավոր դատախազ են եղել։ Էսա ամբողջ ճշմարտությունը։ Շնորհակալություն։